Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք Հայաստանի ողջ տարածքում շարունակում ենք փնտրել, գտնել եւ ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն կատարյալ բժիշկներին եւ այսօր այդ իմաստով իսկապես հերթական հրաշալի հանդիպում ունենք, առհասարակ մեր բոլոր բժիշկներն են հրաշալի բժիշկներ, բայց մեր 100 բժիշկները առանձնահատուկ հրաշալի են, նրանք ընտրվում են շատ դժվարությամբ եւ նրանք իսկապես մեծ ավանդ ունեն առողջապահության ոլորտում։ Այսօր բացառություն չէ, մեր բժիշկը հատկապես համավարակի ժամանակ հսկայական ներդրում է ունեցել, հսկայական աշխատանք է տարել, առնչություն են ունեցել շուրջ 3000 բուժառուի հետ։ Իսկ առհասարակ մեր այսօրվա բժիշկը իր կյանքից 27 տարի է նվիրել առողջապահության ոլորտին, այդ ընթացքում առնչություն է ունեցել ավելի քան 15000 բուժառուի հետ։ Այսօր նա անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ է, զբաղեցնում է Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրենի պաշտոն, ինչպես նաև վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչն է։ Այսպիսով Արմեն Խաչատրյան, մեր լավագույն բժիշկը, ողջույն բժիշկ, ինչպես եք։ Լավ եմ, մերսի։ Նախ ձեզ շնորհավորում ենք այս ցանկում արժանիորեն տեղ զբաղեցնելու կապակցությամբ։ Ես ուզում եմ իմանալ, դուք երբևէ չեք աշխատել ձեր գործունեության ընթացքում մրցանակների, կոչումների համար, որովհետև բժշկի աշխատանքը շատ ավելին է, քան որևէ կոչում։ Բայց այնուամենայնիվ գնահատված լինել ինչ է ձեզ համար։ Գնահատված լինելը շատ մեծ լայն հասկացողություն է, այն իմաստով, որ ճանաչողականություն ես ձեռք բերում, հատկապես մեր քաղաքի համար դա շատ նշանակություն ունի, որովհետև ուր որ գնում ես, քեզ ճանաչում են, քեզ հարգում են, եւ դա ինչ-որ տեղ շատ հաճելի զգացողություն է։ Շատ լավ, եւ այդ հարգանքը բժիշկները սովորաբար միշտ ունեն, որովհետեւ մինչեւ անգամ փողոցում տեսնում են, այսպես ձեռքն են համբուրում, բժիշկ ինչ լավ է, որ հանդիպեցինք եւ այլն։ Շատ լավ, աշխատանքից խոսենք, մասնավորապես համավարակի շրջանում ձեր կատարած հսկայական աշխատանքի եւ ներդրման մասին։ Ես գիտեմ, որ դուք բարի իրական իմաստով գիշերները չեք քնել, տուն չեք գնացել եւ պայքար եք մղել յուրաքանչյուր կյանքի համար։ Ինչ էր դա եւ ինչ արվեց այստեղ, ինչ կարողացաք անել։ Տեսեք, սկզբում մեր հիվանդանոցը իրականում փակ էր, սպասարկում էր մենակ պլանային դեպքերը, դեռ չէր աշխատում որպես կորոնավիրուսային վարակի բաժանմունք կամ կլինիկա։ Հետագայում, երբ որ արդեն շատ թվերը աճեցին, բացի այն, որ մեր մոտ կար ինֆեկցիոն հիվանդանոց առանձին էր գործում, հետո բացվեց մեր մոտ բաժանմունք, 0-ից դրվել է բաժանմունք, իրականում բառի ճիշտ իմաստով 0-ից դրվել է բաժանմունք, կազմակերպվել է աշխատանքը, աննկարագրելի աշխատանք է դա կազմակերպել ու մեր պացիենտները մենք աշխատել ենք 4 անգամ, ոնց որ 3 ամիսներով, 3 ամիս եւ դատարկ էր, ոնց որ Ծանրաբեռնվածության հանրապետությունում ու մենք սպասարկել ենք 3000-ից ավելի պացիենտների, ընդ որում մեր պացիենտները չեն եղել մենակ Շիրակի մարզի բնակիչները, բնավ, մենք ունեցել ենք եւ Տաուշից, եւ Լոռուց, եւ Երևանից, ամեն տեղից ենք ունեցել հիվանդներ, շատ հետաքրքիր աշխատանք էր եւ նաեւ ծանր, շատ ծանր, աշխատում էր ամբողջ մի թիմ բժիշկների ջահել, էնտուզիազմով աշխատող բժիշկների մի թիմ եւ վերակենդանացման մասնագետներ եւ թերապևտներ, ովքեր աշխատում էին կոնկրետ հիվանդների հետ եւ բուժքույրերի մի հսկայական թիմ։ Իրականում մեր թիմը շատ լավ է աշխատել ու շատ ծանրաբեռնված։ Ես կարող եմ ասել, որ ինչքան որ բացասական էներգիա էր ստանում ծանր հիվանդներից, կյանք ուզող հիվանդներից, նաև լիքը դրական էմոցիաներով է ընկնում։ Այդ աշխատանքը մեր թեկուզ սարսափելի չարչարանքով էր աշխատանքը, հոգնածությունը կար իր հերթին, բայց նաև կար լիքը դրական շնորհակալական խոսքեր, լիքը կար դուրս գրված հիվանդներ, ում հետ որ առ այսօր մինչև կապ ունենք։ Շատ լավ, եւ մեր նախագծի այսպես խորագիրը շնորհակալություն բժիշկ եւ այսօր առանձնահատուկ հենց այդ օրերի համար ձեզ պիտի ասենք շնորհակալություն եւ մեր հեռուստադիտողներն էլ պիտի ճանաչեն իսկապես այն հերոսներին, ովքեր բարի իրական իմաստով այդ օրերին առաջնագծում էին։ Բժիշկ, շրջանցենք կորոնավիրուսը եւ ուզում եմ հարցնել արդեն հենց բժիշկ ռեանիմատոլոգի մասին։ Առհասարակ ասում են ամենահամարձակ բժիշկներն են ընտրում հենց այս ուղղությունը, որովհետեւ ի վերջո ամենօրյա կռիվ եւ պայքար
է մարդու վերակենդանացման հետ։ Ինչպես ստացվեց, որ հենց այս ուղղությամբ գնացիք բժշկության մեջ։ Անկեղծ ասած, ուսանող տարիներից շատ չէի կողմնորոշում ինչ մասնագիտություն ընտրեի։ Տատանվում էի մի երկու մասնագիտության մեջ, մի նյարդաբան էի ուզում, հետո մանկաբարձ, բայց հետո եկա Գյումրիում կար լավ ռեանիմացիայի թիմ, ջահել տղաների թիմ էին, ովքեր հիմա չեն աշխատում են Երևանում, տեղափոխվել են Երևան, եւ այդ ժամանակ ռեանիմացիայում պարվում էին տարբեր հիվանդներ, տարբեր տեսակի հիվանդներ, իհարկե թերապևտիկ ռեանիմացիա էր այդ ժամանակ ու բոլոր տեսակի հիվանդները պարվում էին այդտեղ եւ ռեանիմացիան անհետացկելի բուժօգնությունն է, այն հիվանդներն են, ովքեր գտնվում են կյանքի եւ մահի միջև եւ այն նոզոլոգիաներն են, որոնք իրականում շատ ինտենսիվ թերապիայի կարիք ունեն։ Կարիք ունեն հիվանդներ եւ պահանջում են շատ հրատապ եւ ճիշտ գնահատական եւ լուծում։ Եվ այդ իմաստով բժշկության ոնց որ ըստ իս բժշկության ինքը համարվում է բժշկության կակատնակետը ռեանիմացիան, որովհետև շահ կապված է բոլորի հետ, բոլոր մասնագիտությունների հետ եւ բոլորի ծանրագույն հիվանդը իրականում գտնվում է ռեանիմացիայում։ Երբեք չես տեսնի ծանրագույն հիվանդ, ով գտնվում է բաժանմունքում, այս կամ այն պրոֆիլի։ Եվ դա ինձ համար մի հատ ցանկություններ որ ունենալ այդ մասնագիտությունը, չնայած որ ասեմ սարսափելի հոգնում ես եւ հյուծվում ես էմոցիոնալ առումով սարսափելի շատ։ Իսկ երբևէ ափսոսացել եք այս ընտրության իմաստով։ Եթե անկեղծ եղել է պահեր հուսահատության, որ ինչի ընտրեցի այս մասնագիտությունը, որովհետև ոնց որ թե ռեանիմատոլոգները գտնվում են մի տեսակ ստվերում, միշտ իրանք շատ գործ են անում, բայց շատ չեն երևում, որովհետև դուրս գրող հիվանդը իրականում ինքը չի, հետո հիվանդը ծանր տեղափոխվում է այդ բաժանմունք գնաց արդեն ուրիշ բժիշկ է ունենում ու այն մյուսին ըստ էության շատ չեն ճանաչում, իսկ եղել են այդ պահերը, բայց երևի թե երկրորդ օրը, երբ որ արդեն այդ էմոցիաներից դուրս ես գալիս, այն ժամանակ արդեն մտածում ես, որ չեմ փոշմանել։ Բայց ասեմ, որ երևի եթե նոր կյանք ունենայի, էլի բժիշկ կդառնայի, բայց կկասկածեի ռեանիմատոլոգ կդառնայի, թե չէ։ Շատ լավ, հրաշալի եւ դուք շատ մի կարեւոր բան ասացիք, իրականում հենց այդպես է, այսինքն օրինակ պայմանական վիրահատող բժիշկը դուրս է գալիս այսպես վերակենդանացման բաժանմունքից, հիվանդի հարազատները այսպես շնորհակալությամբ, ինչ լավ է, որ այսպես մեր հիվանդը ապրեց, փրկվեց եւ այլն, իսկ այ կուլիսներում աշխատող մի հսկայական անձնակազմ եւ մասնավորապես անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգները այսպես մնում են առանց գնահատականի եւ սա հրաշալի առիթ է բժշկին ասել շնորհակալություն, որովհետեւ երբ խոսում ենք 15000 բուժառուի մասին, արգելի հեռուստադիտողներ, պատկերացրեք եւ վստահ եմ ձեր հիվանդներից, ովքեր ապրում են այսօր, հիմա այսպես ինչ որ առումով գոնե նրանք ձեզ կճանաչեն, շատ լավ, դուք նաեւ հրաշալի կառավարիչ եք առողջապահության ոլորտի եւ բացի փոխտնօրենը հսկայական թիմ եք ղեկավարում այստեղ վերակենդանացման բաժանմունքը, առհասարակ բժիշկ եւ կառավարիչ որքանով է համատեղելի եւ ինչ կասեք ձեր թիմի մասին այստեղ արդեն։ Տեսեք, մենք որ սկսել ենք, ես որ սկսել եմ աշխատել եմ, մենք հերթապահել ենք մեկ բժիշկ է եղել օրվա ընթացքում եւ ամբողջ լուծը տարվել է մեկ հոգու, այսինքն թիմ մաչակալներն էլ էր այնքան, որքան նորմատիվներով ցուցված էր բժիշկի պոստի համար։ Հետո այստեղ քանի որ հիվանդանոցը միացավ եւ արդեն միացավ նաեւ վիրաբուժական բլոկը, պոլիտրավմաները, ծանրագույն մյուս հիվանդները կապված վիրաբուժական ցիկլի հետ, այս պարագայում արդեն մեր թիմը մեծացավ, մենք այսօր ունենք 11 բժիշկ եւ ունենք մոտ 20-ից ավել բուժքույրեր, այսինքն բաժանմունքը ընդլայնվեց, նախ մաչակալ ֆոնդը ավելացավ, մենք այն ժամանակ աշխատում ենք 6 մաչակալով, հիմա 14 է մեր մաչակալների տիպը եւ ունեմ շատ լավ թիմ, նախ երիտասարդ էնտուզիազմով լի բժիշկներ, ովքեր իրականում պայքարում են կյանքի համար եւ դա ինձ շատ ոգևորում է եւ մի սկզբունքով են աշխատում, միշտ վերևին պատասխան տալու սկզբունքով։
Աստծուն նկատի ունենք։ Շատ լավ, բժիշկ, հիմա որպես փոխտնօրեն ձեզ հարց ունեմ, տեսեք, վերջերս որոշում կայացվեց, որ բժշկական կենտրոնները պետք է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործեն, առհասարակ այդ փոփոխությունից հետո եւ վերջին շրջանում ինչ գնահատական գտակ, արդյոք կա պետության ուշադրությունը բժշկական կենտրոնների եւ մասնավորապես Գյումրու բժշկական կենտրոնի նկատմամբ եւ առհասարակ ինչ լուրջ խնդիրներ ունեք, ինչ խնդիրներ են արդեն լուծվել, կարևոր առանցքային բաները փորձենք նշել։ Տեսեք, մինչև մենք մարզային իշխանությանն ենք ենթարկվել, բայց այնպես չի, որ առողջապահության նախարարությունից հեռու ենք եղել։ Բոլոր նորմատիվները, բոլոր ամեն օրենքները, կառավարության որոշումները, ամեն ինչը մենք ստացել ենք, այնպես չի, որ առողջապահության նախարարությունից հեռու ենք եղել։ Զուտ, այստեղ ենթակայության ձևն է փոխվել եւ ճիշտ նոր է փոխվել 1 ամիս, դեռ մենք չենք անցել այդ սկզբունքի մեջ, բայց ես գտնում եմ, որ սա ավելի ճիշտ որոշում է այն իմաստով, որ ըստ օրենքի դու ենթարկվում ես այնտեղ, որտեղ որ քո ղեկավարությունն է եւ զուտ այդ մասնագիտական իմաստով դա լավ է, բայց բժշկական կենտրոնը իհարկե իր ես արդեն փոխտնօրեն եմ երևի 12-13 տարի եւ իրականում հիվանդանոցը քարին տնելու առաջի օրվանից եղել եմ ստեղ ու հիվանդանոցում շատ բան է փոխվել։ Երբ որ մենք նոր էինք եկել, երբ այդ 3 հիվանդանոցները միացան իրար, բոլորը ամենը իր ոճն են ունեցել աշխատելու, շատ դժվար է եղել սկիզբը դնելը։ Իրականում շատ դժվար է եղել, որովհետև ամեն հիվանդանոց իր սկզբունքն էր ուզում առաջ տանել, մինչև այդ ամենը դարձավ մեկ ընդհանուր ընտանիք, որտեղ որ պետք է ենթարկվեն մի կանոնով եւ մոդելը վերցվել է 3 հիվանդանոցներից, որտեղ է լավագույնը եղել, լավ տարբերակ է եղել եւ այդ տարբերակը վերցվել է ստեղ սկիզբ։ Իհարկե խնդիրներ լիքը ունեցել ենք մենք ընթացիկ առաջ գնալու, չկա առանց խնդիրների աշխատանք, բայց այն որ առաջընթաց ունենք հիվանդանոցի թե համալրման առումով մասնագետների հսկայական բանակ չահել բժիշկների, երիտասարդ բժիշկների տարբեր մասնագիտությամբ են եկել, թե վերազինման իմաստով, օրինակ նոր որ եկել ենք մենք ունենք ընդամենը 1 կոմպյուտերային տոմոգրաֆ, այսօր ունենք մենք 2 կոմպյուտերային տոմոգրաֆ, ունենք լիքը հետազոտական այլ մեթոդների, ովքեր նախկինում չենք երազե ունենալ, այս պահին ունենք հիվանդանոցի ներսում 2 մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆներ, այսինքն ուզում եմ ասեմ այն բոլոր հետազոտական պահերը, որոնք որ մենք ես որ հիշում եմ, որ մենք երազել ենք, հիմա մենք մեր մարզում ունենք եւ դա շատ հեշտացրել է որոշ չափով աշխատանքը, որովհետեւ ամիջական կապ կա կոնկրետ տվյալ մասնագետների հետ, իհարկե նաեւ շատ բարի լինում է, երբ վիճում են մասնագիտական իմաստով եւ դա շատ հեշտացրել է աշխատանքը։ Մենք Ես ժամանակին, որ աշխատում էի թերապևտիկ բլոկում, առանձին հիվանդանոցեր եւ վիրաբուժական առանց, շատ դժվար էր նույն վիրաբուժին գտնել երեկոյան ժամի ուրիշ մեքենայով պիտի խնդրեի, որ կարետ հիվանդին նայեր, հիմա ամբողջ այս ծավալը այստեղ է լինում եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ տարբերակն է ու մեր հիվանդանոցը գնում է ճիշտ լավ զարգացման ճանապարհով։ Շատ լավ, շնորհակալություն, ինձ առանձնահատուկ գրավեց երիտասարդ կադրերով համալրման բժշկի այդ ոգևորությունը, առհասարակ բժիշկները այդքան էլ շատ չեն սիրում երիտասարդներին, չեն ընդունում, բայց ոնց հասկացա դուք այդ իմաստով շատ լավ երիտասարդներ ունենք, շատ լավ թիմեր ունենք, լավ թերապևտիկ բլոկը մեր լավ երիտասարդներով, էնդոկրինները շատ ջահել լավ էնդոկրինոլոգներ, սրտաբաններս շատ լավն են, նյարդաբանները հրաշալ են, վիրաբույժները, տրավմատոլոգները ու մեծ գործեր են անում, իրանց մեջ կան լիքը լավ բժիշկներ, ովքեր զարգանում են ու չեն կանգնում նույն տեղում եւ զարգանում են բարի ճիշտ իմաստով, թե գործնական իմաստով, թե նաեւ գիտելիքներ ձեռք բերելով, արտերկրում կրթվելով, իրականում շատ լավ թիմ ունենք մենք։
Շատ լավ, հրաշալի, հարգելի բարեկամներ, մեր նախագծի գլխավոր նպատակներից մեկն է դեմ գնալ Երևանյան ապակենտրոնացմանը եւ ցույց տալ, որ Հայաստանի լավագույն բժիշկները առաջին հերթին գուցե, բայց նաեւ մարզերում են եւ սա հրաշալի օրինակ է եւ ես ուզում եմ հատկապես դիմել այն Երևանամոլ ազգաբնակչությանը, կապ չունի որտեղ են նրանք բնակվում, պետք է հիշել, որ սեփական քաղաքում, սեփական համայնքներում իսկապես այսօր բժշկական կենտրոնները հրաշալիորեն զարգացած են եւ կարողանում են լիարժեք ընդունել եւ ճանապարհել բուժառուներին, այս իմաստով ուզում եմ ասել հարցնել 100%-ով կարողանում է, չէ՞, Գյումրու բժշկական կենտրոնը առաջնային կարևորության խնդիրներ լուծել եւ բազմաթիվ իմաստներով Երևան գնալու անհրաժեշտություն չկա։ Կարող է շատ եզակի դեպքերում լինի եւ նաեւ կարող է լինել զուտ հարազատի ցանկության որոշակի հատված, բայց ցանկության դեմ ենք մենք ուզում պայքարել։ Բայց իր հագեցվածությամբ ինքը բավականին հագեցված է, դուք շրջվեք ամբողջ մարզերով եւ դուք ինքներդ կհամոզվեք դրա մեջ։ Շատ լավ, շնորհակալություն բժիշկ եւ այսպես փորձենք ամփոփել մեր զրույցը եւս մեկ անգամ ձեզ ասում ենք շնորհակալություն, ես ուզում եմ տեղեկացնել, որ սա հեռուստադիտողի մեր համացանցային հետևորդների հետ առաջին ծանոթությունն է, բայց գլխավոր միջոցառումը իր բոլոր անակնկալներով հանդերձ դեռ առջևում է եւ ուզում ենք լսել նաեւ ձեր մաղթանքը որպես ամփոփում ուղղված առողջապահության ոլորտի նվիրյալ մարդկանց։ Նախ ազգաբնակչությանը ասեմ հետևեն առողջ ապրելակերպի, ապրեն առողջ եւ երկար եւ երջանիկ, իսկ մեզ համբերություն, առաջնահերթ առողջություն, համբերություն եւ կարողանանք պատվով իրականացնել մեր աշխատանքը։ Շատ լավ, շնորհակալություն, դե ինչ սիրելի բարեկամներ, նրանց սիրում են բոլորը, բացի երեխաներից, շարունակենք գնահատել բժիշկներին, շարունակենք սիրել բժիշկներին եւ շարունակենք ասել շնորհակալություն բժիշկ։ Իսկ մենք դեռ հանդիպելու ենք։ Մեր թիմն է ինձ նվիրել, ես բնավ տեղյակ չեմ եղել այս նկարներից։ Իրանք առանձին ամենքը նկարել են ինչ-որ բավ, իսկ այս հիվանդը կոնկրետ Տաուշից էր, սարսափելի դեպրեսիայի մեջ էր, սարսափելի։ Ուրեմն հետը կրվեցի, որ եթե դու մյուս անգամ ես ներս մտա ու դու չժպտացիր, ինքը ամփոփված չէր շփվում մարդկանց հետ, նեղված էր, հիմա դեպրեսիվ վիճակ էր, դե իսկ կովիդը գիտեք ինչ, դաժան իրավիճակներ էր եւ մարդիկ կյանքի եւ մահի մեջ էին։ Այս հիվանդին ասեցի, թե գիտես, վաղվանից ասում եմ, եթե ես մտա դու չժպտացիր, ուրեմն ես քեզ չեմ նայի։ Ամեն օր նայել եմ 60-70 հիվանդ ամեն օր։ Չի եղել մի օր, որ չի նայվել հիվանդները, չեն նայվել։ Ուրեմն հաջորդ օրը մտա, դուք մենակ տեսնեիք իր ժպտատեմ թիմ։ Ու իր այս կադրերը նկարել են ու տվել են ինձ։ Այսինքն հոգեբանի դեր եք, չէ՞։ Այս կարծեմ ինքն էլ էս բանաստեղծությունը բաներ, չգիտեմ, վատ է տպված, բայց ինքը իրականում շատ բան է։ Ինձ համար հարազատ նկար է, կոլաժ է սարքած։